տոնում եմ Նիկիայի տիեզերաժողովի 318 հայրապետների տոնը և ընդհանրապես տաղավար տոներից մի շաբաթ առաջ շաբաթ օրը մենք մեր տիեզերաժողովների հայրապետներին ենք հիշում։ Ինչու, որովհետև տաղավար տոները դրանք մեր եկեղեցական կյանքի, մեր ընդհանրապես կյանքի մասին մեր պատկերացման կարևոր ուղեգիծն ու ուղենիշն են։ Գիտեք ինչ խնդիր ունենք մենք, շատ ժամանակ մարդիկ փորձում են հոգևոր կյանքը և աշխարհը, կենցաղը ամբողջովին իրանից տարանջատել, զատել և լինել եկեղեցում և լինել աշխարհում։ Եվ շատ ժամանակ այն մարդը, որ եկեղեցում տեսնում ես աղոթքի մեջ, Սուրբ գրքի մասին խոսող, մտածող, Աստծո անունը տվող մարդուն, շատ ժամանակ հանդիպում ես աշխարհում և զարմանում ես, նույն մարդուն ես տեսնում արդյոք, թե չէ։ Եվ մարդկանց կյանքը այնքան խորը ջրբաժանի մեջ է հայտնվում սրանից, որովհետև ընդհանրապես անձի երկվությունը նման, գիտեք, որ հոգեթերապիայում շիզոֆրենիա անունով է որոշվում, երբ որ մարդը երկու ես ունի իր մեջ, երկու կամ ավել։ Եվ ցավոք սրտի մեր ժողովրդի, մեր մարդկանցից շատ-շատերը այնց այս կերպով են մոտենում Աստծուն։ Մտածում են, որ բավական է ես եկեղեցում լինեմ Աստծուն հաճելի, իսկ աշխարհում կարող եմ ոչ մի ձև չառնչվել Աստծո հետ, չխոսել Աստծո մասին, չմտածել Աստծո մասին։ Բայց այսօր, սիրելիներ, Նիկիայի ժողովի այս կարևոր հիշատակության օրը մենք մի շատ կարևոր բան ենք նաև հիշում, որ մեր Տեր Հիսուս Քրիստոս Աստված մարմին առավ։ Այսինքն, երբ որ Հիսուս Քրիստոս մարդ դարձավ, Հիսուս Քրիստոս միայն ժողովարաններում չէր, միայն հրապարակներում չէր խոսում, միայն չէր բժշկում, միայն չէր քարոզում։ Հիսուս Քրիստոս ապրում էր նաև։ Տեսեք Ղուկասի ավետարանը 12-ամյա Քրիստոսի մասին մի պատում է, չէ՞, պահել, երբ որ զատկական տոնին Քրիստոս տաճար է գնում և Մարիամն ու Հովսեփը փնտրում են նրան։ Նա էլ ունեցել է մանկություն, նա էլ իր կյանքում ունեցել է հազարավոր պահեր, դրվագներ, որոնք ավետարանները չեն պահպանել։ Եվ երբ որ մենք մտածում ենք Աստծո մասին, երբ որ մենք մտածում ենք Հիսուս Քրիստոսի մասին, միթե մտածում ենք, որ Քրիստոս էր միայն այն ժամանակ, երբ քարոզում էր, երբ բժշկում էր։ Իսկ քրիստոնյա լինել նշանակում է Քրիստոսի նման լինել։ Ուրեմն, սիրելիներս, մենք էլ Քրիստոսի նման, ոչ թե պետք է աշխատանքային ժամերի նման քրիստոնյա լինենք, շաբաթը 1 օր, ժամը 11-ից մինչև ժամը 2-ը պատարակներին, այլ միշտ։ Եվ պիտի հասկանանք, որ մարդկային է զայրանալը, մարդկային է շատ տհաճ բաներ անելը։ Բայց անգամ այդ անելու ժամանակ Աստված մեզնից ոչ մի տեղ չի գնում։ Աստված մեր մոտ է։ Եվ մենք պիտի անգամ այդ ժամանակ հաց առնելուց, հաց ուտելուց, լվացվելուց, մենք չպիտի դադարենք քրիստոնյա լինել։ Եվ գիտեք, շատ ժամանակ, երբ որ խոսում եմ սրա մասին և մեր հայրերը, եկեղեցու հայրերը բազում խրատներ ունեն սրա մասին, այս ընթերցելու ժամանակ անձամբ իմ մոտ էլ և շատ մարդկանց մոտ մի միտք է ծագում, հնարավոր չէ նման կերպ ապրել։ Հնարավոր չէ միշտ լինել քրիստոնյա։ Այո, մենք պիտի ունենանք ժամանակ, մենք պիտի ունենանք պահեր, երբ որ
Չլինենք քրիստոնյա, լինենք ուղղակի մարդ, որ չի մտածում ոչ մի նման բաների մասին։ Եվ երբ որ շարունակում ենք այս միտքը զարգացնել ու շարունակում ենք մտածել այս հնարավորության մասին, ասում ենք լավ, դե Հիսուս Քրիստոս Աստված էր։ Դրա համար կարում էր այդպես ապրել, բայց որ մի մարդը կարողացավ այդպես ապրել։ Ով էր, որ կարողացավ միշտ քրիստոնյա լինել։ Եվ մի շատ հիասքանչ պատասխան ենք ստանում։ Մարիամ Սուրբույս Աստվածածին է, ով 14 տարեկան աղջնակ էր, երբ Գաբրիել հրեշտակապետը ասեց պիտի հղանաս ու պիտի փրկչին ծնես։ Եվ 14 տարեկան աղջնակը չվազեց, փախավ կահույքի հետևը պաղկվելու, այլ ասեց ահավասիկ Տեր, մնում եմ քո աղախինը։ Այս մարդը աղոթքով իր զավակին, իր որդուն ուղեկցեց խաչելության։ Այս մարդը իր շուրջը հավաքեց իր որդու առաքյալներին Պենտեկոստեի օրը։ Ուրեմն սիրելիներս, Մարիամ Աստվածածնի դերն ու նշանակությունը մեր եկեղեցում հնարավորությունների, հավատքի սխրանքի առհավատչանը մեր կյանքում։ Մեզնից յուրաքանչյուրը, տեսեք հիմա ստեղ Նիկողայոսից, Հովանեսից ու Մարիամից բացի երկու երեխա ունենք, որ 14 տարեկանից փոքր են։ Բոլորը 14 տարեկանից բարձր եք։ Բոլորդ։ Եվ բոլորդ ունեք ավելի շատ հնարավորություններ, քան 14 տարեկան աղջնակը։ Բայց մենք վախենում ենք մեր հնարավորություններից։ Մենք վախենում ենք ավելի լավը լինելուց։ Եվ Աստծո մեզ մեկնած ձեռքի առաջ ասում ենք, Տեր, ես չեմ կարող։ Իսկ Աստված ասում է, կարող ես ինչու, որովհետև Մարիամ Աստվածածինը մարդ էր և կարողացավ։ Իսկ ինչու կարողացավ, սիրելիներ, որովհետև Աստծո հարատև ներկայությունն էր իր մեջ զգում, որովհետև Աստծո հետ աշխատանքային ժամերի պես չէր շփվում։ Եվ սա ամենակարևոր ընկալումն է մեր մեջ, որ պիտի լինի։ Որովհետև մենք ամեն պահ ունենք Աստծո կարիքը։ Ուրեմն սիրելիներ, ձեզնից շատերը գիտեն, որ վերջի օրերի ընթացքում ես անձնական շատ փորձությունների միջով անցա, շատ։ Ու գիտեք, այս դժվարությունների մեջ ես անընդհատ խնդրում էի Մարիամ Սուրբույսի բարեխոսությունը։ Եվ Մարիամ Սուրբույսի բարեխոսությամբ փառք Աստծո, որ Տերը ցույց տվեց իր փառքը նաև մեր մեջ։ Ու գիտեք, ես այս 9 օրերի ընթացքում 900 անգամ լսել եմ հնարավոր չէ, մենք ոչինչ չենք կարող։ Եվ լսել եմ այս բառերը շատ լայն հնարավորություն ունեցող մարդկանցից, շատ լայն։ Բայց ամեն անգամ այդ լսելով ես միշտ մի պատասխան եմ իմ մեջ ունեցել, այնինչ հնարավոր չէ մարդու համար, հնարավոր է Աստծո համար։ Ուրեմն սիրելիներս, այո, մենք անկարող ենք այն պահին, երբ որ Աստված մեր հետ չի։ Բայց մենք ենք որոշում Աստված մեր հետ լինի թե չլինի։ Այսինքն մենք ենք որոշում թույլ տալ Աստծուն մեր կյանքում ներգործություն ունենալ թե չունենալ։ Եվ եթե բացում ենք մեր սիրտը ու ասում ենք Տեր, ներս արի, որովհետև սա քո տաճարն ու տունն է, Աստված ներս է գալիս մեր կյանք։ Եթե փակում ենք մեր սիրտը, փակում ենք մեր կյանքը,
ու ասում են գիտես ես չեմ ուզում տարօրինակ երևալ հարազատներիս, ընկերներիս, բարեկամներիս մոտ, որովհետև հավատացյալ լինելը հիմա մոդայիկ չի։ Հիմա մոդայիկը շատ հետևորդներով սոցիալական կայքեջ ունենալ, մոդայիկ են տարբեր շորեր, տարբեր հայտնիություն, բայց հավատացյալ լինելը մոդայիկ չի։ Բայց սիրելիներ, ոչինչ մեզ չի կարող փրկել բացի Աստծուց։ Եվ ամեն ինչ հնարավոր է Աստծու համար։ Ուրեմն ամեն ինչ հնարավոր է նաև մեզ համար։ Դրա համար է մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում. իմ անունով ավելին պիտի անեք, քան ես եմ։ Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատաք ու այս լեռանը ասեք ել եւ ընկիր ծովը, կհելնի ու կընկնի։ Ես իմ աչքերով տեսա, որ հնարավոր է, որ լեռը հելնի ու ընկնի ծովը։ Անհնարինը հնարավոր դառնի։ Ու փառք Տիրոջը, սիրելիներս, որ առատապես իր շնորհներն է տալիս մեզ։ Թող Տիրոջ սերը, շնորհը ու օրհնությունը ձեզ հետ լինի այսօր եւ վաղը եւ հավիտյանս հավիտենից։